պետության դեմ սենց ցուցմունք կա տալի, սենց ասում որ մենք ենք մեղադրել պատերազմը սկսող, մենք ենք հրահարել, դա դավաճանական հայ չի համարվում պետության դեմ։ Դա ազգային դավաճանություն է, միանշանակ, հիմա օրենք լինի չլինի, բայց միաժամանակ օրենսդրություն կա, հիմա հարցը թե ինչու չեն կիրառում։ Չեն կիրառում, կա նաև ուրիշ բաներ, ազգային պատիժներ կան։ Ենթադրենք կան ժողովուրդներ, որ պետություն չունեն, նրանց մոտ հանդուրժելի է դավաճանություն ազգային։ Ինչ-որ ձևով հարցը լուծում են, չէ՞։ Ասենք օրինակ եղել է դա բանի մեր ազգային ազգագրական պայքարի տարիներին նստեցրել են նեշին թար, սեշին բաց են թողել։ Էդ էլ է պատիժ էլի, բայց հիմա դա ռազմաքաղաքական ղեկավարությանը պիտի հասվի, թե ինչու օրենսդրությունը չի կիրառվում, այս մարդկանց հանդեպ։ Դավաճանություն պետք չի, երկու նախագահի վրա էլ 40-50 հատ գործ կա, չէ՞ քրեական։ Ոչ մեկը ստեյության չի հերին չէ ժանգում ժամկետի բանի այդ հարցերը։ Ասենք կարող եք կիրառեք դա մեկը սալյարկա է գողացել, մանր գրբանատություն էլ դա մի բան չի, մանվելի գործից է ցածր գործ է, մեկը առյուծ է սպանել, կենթաններ սպանելու համար պատիժ է հասնում, որ մնաց մարդ, բայց թե հիմա չեն անում, դա չգիտեմ ինչու, պատասխանը չունեմ, բայց մնացածը գիտեմ, որ եթե մենք խորհրդարանում լինեինք, հաստատ դեմ էինք արելու պատիվն է, չէինք նայի Պուտինը համաձայն չի, էլի, որտեղ Պուտինը երբեք չպիտի համաձայն, որ Հայաստանը նորմալ երկիր դառնա, բացառված է, այստեղ է հարցերը։ Հիմա իրենք էլ խոսում են, հիմա ասում են անցյալ չենք, ապագա եք, ինչ եք։ Դրա համար ես մի առաջարկ ունեմ այս ժողովրդին, էլի, իրենց վերաբերյալ պիտի դադարել պետական տիտղոսներով խոսելը, պարոն նախագահ, շուտիչ պարոն է, ոչ մեն պարոն չի, նախագահ չի ընդհանրապես երկուսն են, պարոն գեներալ, Շուշին հանձնողը պարոն գեներալ է, ուրեմն մենք խրախուսում ենք այդ բաները, ուրեմն դրա համար պետք է հստակ դիրքորոշում ունենալ, հասկանալով նաև դրանց այս վիճակով պահելու վտանգավորությունը, չնայած սա սպեցիֆիկ վիճակ է, տեսեք ինչ կա, հիմա այս մարդիկ ենթադրենք, եթե իր այդ կանխավարկած անմեղությամբ կիրառենք, պարտավորենք ենթադառնանք, կիրառենք, թող իշխանությունը ապացուցի իրավական մեխանիզմ մարդիկ կույս են, քաղաքական, մենք էլ բարձնենք, իրենք էլ բարձնեն, կամ էլ ձեր ասածով հարցփակեն քրեակատարողական հիմնարկ, կամ 25 տարի պատիժ, կամ մահապատիժ եւ այլն, թե չէ դրել են բռնաբարում են, ոչ են է, իրենց կյանքն էլ կյանք չի, ընդ որում բռնաբարել ես քաղաքական բռնաբարությունը նկատի ունեմ, մնացածը իրենց գործել է, այդ էլ է ձև երևի պատժի, որտեղ ոչ ազատ են, ոչ անազատ են, ոչ սեփականատեր են, ոչ չսեփականատեր են, ոչ գողացել են, ոչ չեն գողացել, ոչ ման չի հասկացում, բայց պարզ է, որ այստեղ բան կա էլ է, հարցը, մի բան կա պատկերային, ցանկացած մարդ գիտի, որ կատուն մկան որ որսում է, երբեք չի ուտում մի անգամից օժոտում, թաթերի մեջ գծած աչ են նետում ծախերուն, մլավում է, իրենք է բաներ են ասում, բայց պետական դավաճանություն են կատարում, բայց հիմա ես մի հարց ունեմ, հիմա սրանք իսկապես պետական դավաճանություն կատարում են, թե չէ։ Եթե ռուսական գաղտնի ծառայության սպաներ են, այդպես խոսակցություն չկա, չէ, ռուսական KGB-ից են, դե իրենց գործն են արել, իրենք դավաճան չեն։ Չէ, ինքը հիմա Բաղրամյանին կարող է ասես դավաճան, ում է դավաճանել, եղել է սովետական պետության մարշալ, չնայած սովետական պետություն թուրքերի ձեռքով իր հուշատունը քանդեց, իրենց գյուղն էլ հետը, բայց հիմա այսպես է։ Իհարկե դավաճանություն արել են ուրիշ բան կա մեջը, ինչու հիմա, որտեղ դուք այդ հարցը դրեցիք, դուք նայեք, ուրեմն Հիտլերի պատերազմի ժամանակ, կարծում եմ ֆիլմ տեսած կլինեք, Կարմիր կապելլա,
գերմանացիների մեջ սովետական, այսինքն ծախվածներն էին, հետախուզը որս է գերմանացու սովետի համար ծախված հիմա։ Այս ծախվածները ինչու են կապել ասում, որտեղ նույն պահին երգում էին Գերմանիայի տարբեր տեղերից, հետո երևի Զախարովան կոճակը սեղմել է, մեկ էլ 3 տոչկա ռուսերեն ասեմ խոսեցին, մեկը Նյու Յորքից, այն ինչ-որ բան, Կարլսոն, այդ ոնց որ թե Կարլսոններ չեն կարող ռուսական գաղտնի ծառայության հետ կապ ունենալ, դա Պուտինի հայտնի հարցազրույցավարն էր, չէ՞, այսինքն ուրեր կամ մյուսը Զանզիբարից, մեկը Չուբոտկայից, երեքը միասին վրա տվեցին եւ սկսեցին բան բացատրել, դա նշանակում Մոսկվայից հրաման են ունեցել, կամ Զախարովան հրամայել, կամ էլ Կոպիրկինը, դրանց պետք է հարցնեք, թե ինչու եք հիմա խոսեցնում։ Ինձ համար բարձ է ինչի են հիմա խոսում, եւ կասեմ ինչի համար։ Տեսեք, ինչ եղել է պատերազմից հետո Ռուսաստանը Հայաստանի հարցով մի խնդիր ունի, որը չի կարողանում լուծել, իշխանապողություն, մեռավ ասելով, այդ որ գոռում են այստեղ impeachment, իշխանապողություն, հաշվեք Պուտինն է գոռում իշխանապողություն, բայց չի ստացվում, մենք չենք թողելու, ընդհանրապես չի լինելու։ Հիմա դրա համար որոշել են ինչ անել, հին սովետական մեթոդին է ռուսական, ապա կայուն բահենք, ոչ մի բան, կայուն չլինի էլի հիմա ով է տառաբում, ով չտառաբում, ով է մերոնք, ով է չմերոնք, այդ հարցներ չկա, որտեղ ռուսների համար իրենք մերոնք չեն։ Եթե մերոնքով լինեին, Բագո Սահակյանից ասում եմ, այդ չեկիստին ամենալավ մերոնքը Պուտինի համար նա էր, բանը այն Վարդանյան ինչ էր, Ռոբերտից մոտիկը Պուտինին չկար, տրոյկա դիալոգի մասնաբաժին, ասում են, չէ, էլ ինչ, բայց պարզվում է, որ ես իշքան ասել եմ, ռուսները հայերի մեջ մերոնք չունեն, ունեն ճորտեր և ոչ ճորտեր, հիմա իրենց ճորտերին խաղացնում են, որտեղ ուրեմն նետեցին ես ճագատ նաև Սամվել Կարապետյան իր չամիչբուրկիներով, չէ, բայց բան չստացվեց, հիմա կրակի վրա նորից այն որ բանը նորից բան են յուղ են լցնում կամ նավթ կամ բենզին կամ սալյարկա կանոր Սերժի վրա էր սալյարկի գործ կա ուրեմն սալյարկա լցրին որ նորից տաքանա վիճակը էս հիմա էս է հիմա տաքացնում են անկայունություն շարունակվել այն բան կա հայտնի խոսք կա հետո առաջ գնանք իբրև թե շարժվում ենք Մոսկվային հետո առաջն է կարևորը ոչ թե շարժվելը չեք շարժվում Իրենք ունեն նաև անձնական խնդիր, իհարկե փորձում են ամեն անգամ հեղաշրջում անել, որ այս անտեր օղակը իրենց վզից դուրս կա, թոգն է դրա, չէ, Նիկոլը սեղմում բաց է թողում, այս բանը, քանի որ ակտիվացան ազգային ժողովը քննարկում է անում մարտի 1-ը, այդ մարտի 1-ը բացվելու է, չի բացվել, ոչ մեկ չգիտի, բայց իրենց որ կան մարտի 1-ը նորից մեջտեղ եկա, որտեղ երկուսը մասնագիծ են, կամ անկերպ, պատասխանատուներ են եղել, չէ, այս ձև էլ ուրիշ բան չկա, բայց մի բան կա, որ հայ ժողովրդին անհանգստացնում են մի բանով, որպեսզի Թրամփի ուղին չիրականանա, դա Ռուսաստանի քաշի բանը չի ել, ոչ թե սրանց խելքի բանն է, Թրամփի ուղին բերել է մեր երկրին կայունություն, հիմա բերում է տեխնոլոգիան համագործակցություն, եւ ապագայում Հայաստանը կդառնա տեխնոլոգիական պետություն, իրենք մեռնեն էլ սատկեն էլ, ուզում են իրենց էշը սատկ, ուզում են որը կուզեն, ինչ կուզեն, ժողովրդական խոսքը կապ չունի, դա լինելու է, իրենք այնքան պետք է հասկանային, որ դադարեին էլ այս բոլորն անելուց, բայց իրենք այդ դեպքում իրենք չէին լինի, կլինեին ուրիշ մարդ։ Արցախի նախկին նախագահները իրանց անձը զոհեցին, որ Արցախի ժողովուրդը Ուրեմն ինքն էլ պետք է իր անձը այդտեղ զոհեր, որպեսզի իր ծննդավայրը փրկվեր։ Ինքն էլ վարտավոր էր, այ անձերը սրանք զոհված կլինեին, նահատակ կդառնային, եթե ինքնասպան լինեին, բայց չեն եղել, չէ, կամավոր հանձնվել են գերության թուրքին, գիտեք թուրքներ ոնց է գերիներին բանդում բահում, այդ անձնազոհություն է, կայֆի համար են գնացել, հիմա բայց ուրիշ բան կա, եթե անձնազոհ էին, 30 տարվա ընթացքում բանակից սալյարկա չպիտի գողանային, ոսկե կոնքով զուգարան չպիտի սարքեին,
եւ երկիրը պետք է զարգացած լիներ, այ կլինեն անձնազոհեր եւ ռուսների ցանկությունը չկատարեն։ Դրանցից ոչ մեկ չեն կատարել, ով է անձնազոհ։ Ես ասեր մորթաբաշտ մարդիկ են, օրինակ ես չեմ ասում են մեր տղաները, որ գերի են ընկել, նրանք ուրիշ բարակա է, դա ես հանենք։ Բա թուրքին գերի կհանձնվեն, այլ բան է, զոհվեցին, որ Ղարաբաղցի իրենց տներից փախնեն, հա։ Դրա համար պետք է բանակ ունենալ գեներալների թաղամասի փոխարեն Ստեփանագերդի, որ իրենցն է, պետք է գեներալ ունենալ, ամբաղ-զամբաղ դուրս տալու փոխարենել պետք է հայոց լեզվով կրթված խոսել իմանալ եւ սուտ բաներ չխոսել, որովհետեւ սրանց ամեն մեկ 8 անգամ ձեր Աստվածաշնչի վերադվել երթվել է, բայց դե վաղուց իրանք Բաքվում են սովորել, այնտեղ այն ժամանակներ երևի շատ են երթվել իրենց համար արժեք չի։ Երևի։ Նես որ ստես բաներ չխոսի, իրենք էլ եթե անձնազոհ են, թող Հայաստանի Հանրապետության ժողովրդի ինչ որ դատարաններն կողոպտածը կամավոր հետ վերադարձնեն, անձնազոհ են։ Եղածն ինչ է, փողը հետ տվեք, ու մի հատ ներողություն ասեք հայ ժողովրդին։ Այսքան տառապանք եք պահել, ձեր Արցախայության մի հատ ներողություն ասեք ղալաթ արինք, ուրիշի ցանկությամբ ձեզ ֆռռացել ենք 40 տարի հետո գերի հանձնեցինք։ Դու ազնազողություն անեն, թե չէ ազնազողություն, սրանք ազնազողություն ինչ կդեն։ Այսինքն մեկ այդ բառերն է փչացնում են, որտեղ դուք չէ տեսնում եք այս 5-6 տարում ենքան բարեր արժեք գործերին, որ հիմա հերոս ասում են, ոչ մենք պետք է չի հերոս, բայց առաջ ինչ ագնացանք կար, ասում էին նախակա մարդիկ ոնց էին, չէ, հիմա ինչ նախակա, խփող, քծող, սալարկածախող, արաքսի հունը փոխող, ես ինչ ապերոն չի նախքին, Դեմիրճյանի ժամանակ ապերոներ նայեցեք կենսագրությունների, ընդ որում չեմ ուզում ասեմ վարկապեկ են, որտեղ իրենք վարկապեկված են։ Ինձ թվում է հարկադրված են խոսում, Պոպիրկինից է կսպանի։ Կամ էլ երևի հոտն առել է, որ մի օր Պուտինը սրանց պիտի երկու նախականներով կամ չլինի վարչապետեր բաներ ունեն, սրանց պետք է Պերեդաչի տանեն Բաքու իրենց ընկերներին Պերեդաչի։ Իրենք իրենց սրբազան պարտականությունը կատարել են, հաջորդին գնդակարել են ռուսական զենքով, բայց այդ զենքը պետությունների հաղթելու համար զենք չի։ Հիշում եք Նիկոլը ինչ ասեց, հարասեց, Իսկանդերը 20%-ով է կրակել, այդպես բան չէի լսել 20%-ով կրակել, հիմա հասկանում եմ ինչ ասել, կրակել են, ասենք, Սերջի վրա, անգելը Ռոբերտի վրա, ռուսներն են ակտիվացրել, ընտրություններն է դիմաց է, խաչուտը խանչալի վար, իրենք էլ կանեն, չեն հաղթելու, զատո խառնել կարող են, իրենք երբ են հաղթել, որը մեկ ընտրություններում հաղթել է իրեցից, իրենք հույս ունեն, Մուչիլովկա անեն, այդ գործով լավ են, բայց հիմա ժողովուրդը Մուչիլովկի մեջ չի են ժամանակ, այդ ուրիշ վիճակ էր։ Հիմա նաև արևմուտքի աջակցությունը կա Հայաստանին, այդ վիճակ էլ չկա, հետո իրենց սիրելի Մայր Ռուսիան չկա, այս մարդիկ չեն հասկանում, իհարկե ռուսի դեմ խաղ չկա, բայց Ռուսաստանը չկա, որ խաղը չլինի, իրենք այդ հույսով են ապրում, ինձ թվում է սրանք հանցագործությունները ինչ որ արել են ժամանակին, ինչ որ անտատ բացայլում է, ռուսների այն հայկական միջավայրում խոսք կար, պիտի հիշեք, ռուսի դեմ խաղ չկա, Ուկրաինացի քանեցին, խրեցին, տեսան, որ ոչ միայն խաղ կա, այլ Ռուսաստան չկա, իրենք այդ գիտակցությանը չեն հասել, այդ գիտակցությունը Վոլգոգրադով Բաքու է հասել, բայց իրենց էլ չի հասել, թե չէ ձև այդ բանը կփոխեին, կողքի կանգնեին, ունեցվածքն կվերադարձնեին, մի հատ ներողություն կխնդրեին այ ժողովրդից կասեին, ղալաթ ենք արել, ինչ որ արել են, կներեք, բայց հիմա ուզում իրենց էշն են քշում, մաշված էշ է, բայց հարիվ չկա էլ, որտեղ ինֆորմացված ենք, հիմա շատ ենք, հեղափոխությունից հետո այն ինֆորմացիան, որ մենք ունեցանք աշխարհում, ելով էր ունեցել։ Հա, դե ինչ, իրենց բարեկամ չի ասում, չի ժողովուրդ։ Բարեկամի չափորոշիչ ունեն, իրենք ժողովրդից են խոսում,
Հյուսիսային բողոքով երկու ընկերով թողել են քայլեն, առանց ախրանայի կարող մի ժամ քայլեն, ոնց որ ես եմ գնում շրջաններ քաղաք, առանց ախրանայի քայլում եմ, չէ՞, ուրեմն ընկերներով քայլում եմ, ելն են թող իրենց տան դիմաց քայլեն, մի ժամ փորձեն, լավ եմ չէ բան քաշում գործի մեջ, ելեք քայլեք մի հատ դրա, հերվիս սնայպեր բան չդնեք, որովհետև հիմա ձեր ժամանակները չէ, սնայպեր ուրեմն դիպուկարների վրա էլ ուրիշ դիպուկար կտնեն։ Ելեք քայլեք ձեր ժողովուրդը, ժողովուրդը մեր երկիրը բան, մենք դու։ Ելեք քայլեք։ Այդ ժողովրդականությունը կերևաց երով եք ինչ եք։ Կերևա նաև ժողովրդի վերաբերմունք։ Իրենք ինչ արել են, կարողացել են, արել են։ Էլ պրեզիդենտ չէ որ գնդակար են, ելով են, իրենք ով են։ Դուք եք ասում, պարոն պրեզիդենտ, ես երբեք անգոչ եմ արել, չասեք սրանց ոչ ոք մի ասեք, երեքին էլ, որտեղ նրանցից երեքն էլ մեր պետության ու մեր ժողովրդի դարդետ չեղան։ Նաև Արցախահայության հետ չեղան, փուրը տվեցին, չէ՞։ Արցախահայության այդ բանը Պուտինի համար սարքեցին, որ այդ այսպես բորբոքված ժողովուրդը լցվեր, այստեղ նոր իշխանությանը քշեր, ջուրը լցներ։ Իրենք այդ գործն են արել։ Դրա համար կգա ժամանակ է, գուցե եւ իշխանությունը ազգային ժողովի նոր ընտրություններից հետո նոր դասավորում լինի, դաժանորեն վերականգնեն մահապատժի օրենքը եւ մահապատժի ենթարկեն, ոնց Չաուշեսկուից լավն է։ Չաուշեսկուն Ռումինիայի վրա օտար պետություն չէր վերել, հակառակը դիմադրում են Ռուսաստանին, որ չկա չանի։ Իրենք հիմա ռուսներին նորից ռուս են խաղացնում են Վարդանեկի նման, որ գնաց մտավ ծակերը։ Հիմա առողջություն լավ չի բարձվում է։ Սարքեցի քաղաքական բան։ Հայրը։ Դե այնքան քաղաքական բան չկա, որ մնաց քաղաքական էս բաները են, գողականները։ Իրենց կենցաղով, ժարգոնով, խոսելով Պուտինն էր կանչում բաներ, աշխարհ բան, Կարսեին ազատագրումը, ես էլ ասում բան, 29000 քիչ է։ Խեք Կարսն էլ է քիչ, ուզի բան Ստեփանակերտ, ուզի Բաքուն, ուզի այդ քիչ է։ Խփել է Սերժին հիշում եք, Իշկանգուզը մեր խեժմարտում։ Խփել խեժմարտեր գտել։ Պուտինի մոտ կարող են ասեն խփել։ Թոմատ ռուս բանի գուբերնատորի մոտ ասեն խփել։ Թե չէ խելչու կրակ այդ ժամանակներ խփեմ, Իշկանգուզեմ կխփեմ։ Հենց այդ խփեցին, որ հիմա սրանք մարդիկ մտածում են, թե ես իմ չեն իհարկե չեն պատժվել այնպես, բայց դե սրանց կյանք է։ Մուկ կատու են խաղում, կարող ես չես կարող, դուրս գնաս, ներս գնաս, դուրս գնաս, ներս գնաս։ Ու մենք չգիտեն ինչ է լինելու։ Հիմա որ իմանան այս հարցը փակվել է իրենք այդ ինչ իմանաս, մեկ էլ ես ինչ որ անեն, վերջում են նստեցնեն։ Ցմա։ Դե ծորենի հիմա նայած ում համար են բերել։ Հասկանում եք գնաց որ նորմալ է դա։ Այդտեղ հարցը ծորենի հարցը դա չի։ Ծորենի հարցը այն է որ այն Աբշերոնի եզը բաներ հողոխորտում էր Հայաստանը պետք է չլինի ոչ չէ։ Հիմա վարիանտ ունի Թրամփին տեսավ եւ գնացքի ուրեմն գնացքայի երթուղին բացվեց։ Այստեղ է իմաստը, թե չէ կովիկեր են բերել, ուրեմն կովի համար են բերել, ով որ բողոքում է իր համար է։ Եթե առաջի կարգի ծորեն չի իր համար է, ով որ բողոքում է։ Մնացածը ներկրողին հարցնեն ինչի ես բերել, կասի ինչի է բերել, տաճիկ։ Դա կարևորը չի է սպարակարակայում, որ հետ համաձայն չէր Հայաստան չլինել էր ուզում, բայց հիմա երթուղին բաց է։ Այստեղ իրենք դա հասկանում են։ Դե հիմա այն բանը հիշում եք, թույլ տվեք ասեմ են 280-ի մոտիկ մարդ է, ասում է են մեկ ասում է Պեժիշկին ասում է ոնց կլինի ես այդ ջահելանան բան կինես ջահել ես կոմենգո դա ասում է մարդ ասում է քո ժամանակն անցել պրծել է եւ ասում են հարութի ազ ժամանակը չի անցել ասում է ինչ եղել որ նայել է լուծուն ասում է իզ ջահել գինունի ասում է ով ասեց ասում է հարութն ասավ ասում է դու էլ ասա էլի
Զավեշտ է, էլի։ Խելոք, օրինակ իրենցով է բերում գցում մեջտեղ։ Իրենք իրենց գալիս գցում են, ինչ-որ բաներ են խոսում, ինչ-որ անհետ, բաներ են ապացուցում։ Այդ նա դել բան կա, էլի։ Խորհրդային տարիների անեկդոտա նման իրողություն է, բայց այս եկեղեցու ինչ-որ լսում ենք, երևի ճիշտ բան է։ Ուրեմն մի օր դիմում են KGB մայրաթորից, գնում են մարդիկ Սմեն ինչ եղե, թե մայր տաճարի ջահը չկա, գողացել են, լուստրան։ Մարդիկ ինչ անեն, միաբանության հավաքում են, ասում են հայր Հովհաննես, ուր է լուստրան, ձեռները դնում են, ես բան եմ, սուրբ եմ, ես խաբար չեմ, բա սրբազան գարեկին, լուստրան ուր է, ես սրբազան եմ, են մեկ աբեղա եմ բան, ասում է սաղըտ սուրբ է, լյուստրան ուր է, ջահը, հիմա, բարձ իրենք է գողացել են, սրբերը, իրենք վախենում են, իրենք չգիտեն այդ սեփականություն իրենց մնալու է, չի մնալու, որտեղ կողոպտած է, իրենք ուրիշ ինձ թվում է բնազդային բան ունեն, պետ իշխանության մեջ իրենք մարդ ունեն, չունեն եւ այլն, էլի, այդ տատել չի ստացվում, երբ Պուտինը տեր է լինում, չի լինում, իրենք այդ արժանապատվություն ունենա որևէ երկրի իշխանության, առաջ թե նախագահ, ուժեղ պետություն, թույլ պետություն, օտար պետության ղեկավարը, որ իրեն պետք է երաշխավորի, ավելի լավ իրեն կախեն, ինք համաձայն է դրան, բայց իրենք հիշվեց տեսնում եք այդ տեսակ մարդը չեն հավատում են, թե չեն հավատում, բայց այդ սեփականությունը մնալու է, թե չէ, իրենց տղեկին մնալու է, թե չէ, բավ հերերը, որ չլնեն է դրած տղեկով, իրենց հերերը չեն, հիմա էլ չեն կարող ձեզ ու ճարտով նախակա դառնան անձերը մխելու, և կա նաև ուրիշ բանը, բա որ ընտրությունների օրերին իրենք, որ հակառակ մտածում են, ինչ կանեն, որ զայրացավ և բռնեց բոլորին սատկեցրեց պետական գանձագողերին, անտեսելով պետական օրենքը, որովհետև ժողովուրդը մի օր կարող է դա անել, ու վերջացրեց, իրենք դրանք չգիտեն ելքը, չգիտեն նաև ազգային ժողովում, եթե չանցնեն նոր ուժեր ինչ կանեն, օրինակ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, որ եղավ, մինչև վերջ գնալու է այդ բոլոր բացել և պատժել, որովհետև օրենքը պայման ունի, եթե դուք օրենքի պատժել ֆունկցիան չեք կիրառում, ուզում է Ամերիկա լինի, Ֆրանսիա, օրենքը իր ուժը կորցնում է բարոյական ուժը, դաստիարակիչ ֆունկցիա չի կատարում, կարգավորիչ ֆունկցիա չի կատարում, հետո նա չի կատարում իր ֆունկցիան ընդհանրապես։ Ինչ գիտեն, ով է լինելու խորհուրդ, բա դրեցին և քվեարկեցին, որ գնում եք Պուտինի մոտ, սիկտիվ կար, բայց ոչ սյուսի էլ է։ Հենց որ ուզում եմ ասել, իրենք անորոշությունների մեջ են, ինչ իմանաս։ Դե, անկայունություն հանձնարարություն է, Մոսկվայի քաղաքականությունը մնացածն է կարող է չանեն ու Պուտինը կսպանի, կվերցնի Բաքու գուղարկի, հենց Բերետաչին կտա ձեռները գուղարկի Բաքու Բերետաչի տանելու, ոնց որ նրանք չփախան, նրանք փախեն մտել են ռուսական զորամաս, այդ ժողովրդին փրկողները իրենք ռուսական զորամասում էին, ռուսները հանել հանձնել են, կանչել են Ադրբեջանի սպեցնազ գոչվածին ապրանքը տվել են, ասել են եք տարեք, իրենք փախել են, որ փախնեն, որտեղ պրիոմ զդաչան արել պրծել էին, աղետը պատրաստել էին, պարտվել էին, ժողովուրդը տեղահանվել էր, ինչ ուզում էր Մոսկվան, բայց Մոսկվան դժգոհ էր իրենցից, ինչու, որտեղ ստեղ հեղաշրջում չկարողացան անել և ուրեմն թաթարուբո են ասում, նա չդարավ հանրապետ վարչապետ, նա չերез եկել էր վարչապետ ըլներ, չէ, ես այս ժամանակ էլեց, որ երևաց, ասեսա ուղարկել են վարչապետացու է, տեսան չինում պակ ուղարկեցի, որ մարդու իրավունքների համար կռիպտա փողերը փչացնե, որ իրա փողերը չեն, իրենց համար անորոշություն շատ մեծ է,
Մենք խառնակ ժամանակ եւ անորոշությունը կարող է ինչ իմանաս, այսպես է։ Նիկոլի վարքագիծներ փոխվել է, եթե նկատել եք վարչապետի, չեք նկատել վարքագիծը փոխվել է։ Մեկը բռնես կողը ծագերը։ Բա օրենքով հասնում է, իրենք ծագեր պետք են։ Այդ նույն բանը չեկավ Սամվել Կարապետյան կոչվածը, դե Մոսկվայից է թռել իրենով կարա, այդ բառը ես չեմ սիրում, ով կարա։ Երևանն ինչ է, Մոսկվայից է գալիս Պուտինին գերը։ Չնայած Պուտինի կոշիկներն են սրանք մաքրում, բայց դե Պուտինին մեմ Կրեմլին ծեր են տվել, էլի պատերին։ Եկավ կարան, կողեցին ծապը։ 3 միլիարդով հանդերձ։ Բարձվեց թագավորները, մեկը թագավորն է, ու թագավորն է թագավոր, ուրիշ ոչ բան է։ Իսկ նրանք եկել են Ռուսաստանի դեմք մեզ համար փրկեն, մեր ժողովրդի մեր համար չի, որ հետո հավերժ բարեկամ մնանք, էլի օգտագործեն մեզ։ Իրենց փորացավն է, այդ ինչ ամերիկյան արևմտյան օժանդակությունը չլինի հաջորդին, որ իրենք Պուտինի հետ մնան եւ փրկվեն։ Իրենք հարց են լուծում։ Բայց անիմաստ է, որտեղ ես զարմանում եմ ինչի վրա են չարչարում, դա չի լինելու։ Դե ամանք ստացնում են էլի։ Տերը պետք է լսի, թե քամին որտեղից է գալիս։ Իրենք այդ ժողովուրդը չունեն, ժողովրդի վրա կկրակեն, աշխարհում ցույցեր չեն լինում։ Օրինակ այդ մարտի 1-ի դեպքերը ինձ համար հանելուկայ մի հարց ունեն մեջը, ոչ թե շատ եմ ասել, ջրցամ, ենթադրենք ժողովուրդը իշխանություններ տապալում, ենթադրենք, ջրցամ մեքենա չկար, գնդակ արեցին, հա? Էլեկտրիկը դե հա, որտեղ չէ, ջրցամ մեքենան երևի հանդիպել եք այս շիթը, որ կապնում է թռնում ես, ուզում ես 40 կիլո, ուզում ես 400 կիլո, ինչի դա չարեցին, որտեղ այդ ժողովրդի իրեն կապ չունեն այս ժողովրդի հետ, իրեն ծարիներ պետք է սարսափ եւ ադմինիստրատիվ, որ իրենք են էլի, դիկտատուրա է, ոնց ասեմ ձեզ, իրենք կապ չունեն մեր ժողովրդի հետ, նայեցեք մարդը, որ մեր ժողովրդի չէ, եթե մեկը հայերեն կրթություն չունի հայերեն, հայեցի տասնիրակությունը ժողովրդական են, որ կա, հայոց լեզվով չեն կարդում, հայոց լեզվով չեն խոսում, եթե խոսում են զզվում ես այդ լեզվից, եթե գնացել են, սովորել են, խումար են խաղացել, դասի չեն գնացել, այսինքն այս մարդու տեսակ, ուրիշ տեսակ է, ինչ կապ ունեն այդ ժողովրդի հետ, մանավանդ եթե մտել են հանցանքի մեջ, չէ, եթե սեփականություն եւ այլն հանցագործություն են կատարել, հետո երբևս այդ ժողովուրդը չեն, եթե չեն ծայրահեղ բանը կար, չէ, սրանք հիմա կարող են պատերազմի օրերին կարող են ասեն ամբողջ ունեցված կվերադարձնում ենք ձեզլնի, տանգ առեք, բայց ոչ մեն դա հիմա հələ մինչև փչացնում են, այսինքն դրա համար այդ ասածը մենք դժբախտությունն է, որ չունեցանք ազգային կազմակերպված էլիտա, կա էլիտա, մարդիկ են պատական իշխանություն Մոսկվայի օգնությամբ տեղավորվեցին, մենք էլ առեցինք ժամանակ իրենցով հպարտանալով, որ հերոսական Արցախի ժողովուրդը, բայց հետո ինչ պարզվեց, երևի 50 գեներալ ունեին, չէ, 50 գեներալ փախան մեկի ոտը չի ծավել, 50 փախել են, գեներալներ փախնի, բոլորը թուրքի կապեպեով անցել են, չէ, ծիծաղում եք, գեներալ է, են մեկն է կամավոր է հանձնվել, մեկ ինքնասպան չի եղել, մունդիրի պատիվ կա, գեներալ, են մեկն էլ հաստուխել մեր հարցազրույց է դալից բան է բացադրում, նրանք ամ չի ասում այդ տները որտեղից իրեն, են մեկ ուրիշ բան է ասում, Ելիսեյան պալատը իրեն նվիրել են, Նապոլեոնն են, սրանք գեներալ է, չէ, լուրջ եմ ասում, ինչպես կարող է 50-60 գեներալ լինի փախնեն, մեկ արժանապատվություն չունենա եւ իրեն չխփի, որտեւ իր երկիր ավերի գնաց, եկել են մեր պապերի
բաների գերեզմանները, գերեզմանի վրա մեկը չգնաց իրեն չգնդակարեց։ Իշքան տղի գլուխ են գերել։ Իշքան աղետ բերին այս շորտի գլխին։ Այստեղ չեմ ասում։ Այստեղ իրենցը չի եղել, իրենց հոգու մեջ այդպես է վարվել։ Իրենց ծննդավայրում մի պարտիզանական խումբ չի մնացել։ Մի 3 հոգի մնային, կռվեին, չամաձայնվեին վերադառնալուն։ Դուք նայեք, երեք սովետական, երեք չէ, բանում, նյութեր կան, մարդիկ տեղյակ չեն։ 45 թվից հետո սովետական օկուպացիոն ռեժիմը երբ հաստատվեց, բանում, Մերձ Բալտիկայում, չէ, Արևելյան Եվրոպայում, գիտեք կարմիր բանագիշկան զոհ է տվել, 30,000 զոհ է տվել, չգիտեմ որ թիվը, 10 տարվա մեջ ինչու, որտեղ այդ ժողովուրդը խփում էր օկուպանտին։ Լիտվան, Լատվիան լցվել էին անտառները, հիշում եք, պատմություններ կան, ֆիլմեր կան, իրական է, եւ կռվում են սովետական օկուպացիոն զորքերի դեմ։ Իրենք բոլորը փախել են, մեկում, ընդ որում փախել են, արիև ստորացնելու համար է արել, չէ։ ԿՊԲ-ում դրանց ստուգել, բաց կարող է չի մացել ազգանունը։ 50-60 գեներալ են, մեկը իրեն ինքնասպան, էլ չեմ ասում նախագահ, գնացին մեկը կռվի, մեկ երեխան երևացել է, այսինքն այս բաները պետք է հնդախել է, այդ բաները չէ, Մոսկվան ոնց ուզել արել է, իրենք չեն որոշ, իրենք ով են, Զախարովան ցուցակունը, ցուցակը մեկը էստեղ, մեկը այնտեղ, հետո ձեզ համար զարմանալի չի, մեկը Նյու Յորքից է հարցազրույց տալիս, այն Կարլսոնը սպասում էր, պետք է ասում եք, այստեղ մեծ գեղացու տեղ են դերել, պետք է շշմել ենք էլի, Կարլսոնի հետ հարցազրույց, ինչ։ Հա, հիմա փող էլ չեն տվել, եթե փող չեն տվել, ռուսական ֆեսբեն է արել, ավելի վատ։ Հիմա Են մեկ անտեղից է խոսում, մեկը Զանզիբարից է խոսում, մեկն են ասեցի Սիկտիրքարից, բայց բոլորը նույն օրը նույն բանով։ Էլ Կարմիր կապելան ինչ է, ռուսներն ունեն, չէ, Կարմիր կապելան իմը չի, սովետական հետախուզական ծառայություններ Հիտլերյան Գերմանիայում։ Նույն Գերմանիայի տարբեր կետերից, տոճկեկից նույն օրը խոսում էին։ Ռուսները խասյատ չեն փոխում, այստեղ է սև կապելան է։ Նվագախումբը, երկեսնում են, իրենք կարող է չխոսել։ Են օրը մեկ ինձ ասում է Սերժն ու Ռոբերտը իրար ատում են, ես ճիշտ ասած չգիտեմ, որ շատ տհաճ է այս բան, ես իրենց մասին են, որտեվ մարդ ենք, հարգել ենք նախագահ էլի, միամիտ ենք եղել այդ ժամանակներ, քեչի չադեց, բոլորս ենք եղել այդպես, բան, ասում է իրար աղատում են, իրար հետ ոնց են հարաբերվում։ Այ մարդ ասում եմ այդ տղա, դա ինչ կապ ունի իրենց ատելություն, իրենք ով են։ Մարիա Զախարովն ասել կպցնում Զամեկանյանում բաց թողում, եթե դա լսեք կտում են, եթե չէ։ Ու վերջացավ։ Իհարկե, հրամայի։ Տեր իրենց հետ, ռուսներ իրենց ստրուգների հետ մարդավարի չեն խոսում, վերևից են նայում։ Դա Եվրոպան չի։ Դիտի հավասարի բացառված։ Իրենք ունեն արմյաշկեք, որոնց ուզում են աշխատեցնեն, ուզում են չէ։ Որը պետք է աշխատեցնեն, որը չէ։ Գուզեն Բաքու ուղարկեն, Աղասի Խանջանին ուղարկեցին Թիֆլիս։ Թիֆլիսն այլ Կարսներ, հանձնելուն կազմակերպիչ գործի մեջ էր, դավաճանել էր Հայաստանին եւ Հայաստանը պետք։ Եվ այսպես։ Ֆյոդոր Միասնիկյանին օդից գցեցին գիտեք, չրդեր լճի մոտ ընկավ։ Ինչքան ասեմ, ասեք, ռուսները հայերին դիտում են իրենց ստրուգներ, արմյաշկեկին, մեզ չեն կարող, որտեղ մենք վերջին հաշվով Արտաշեսի ժառանգներն ենք, չէ, իհարկե, բայց մենք տարկաներ ունենք, այս կոսոտներնով են, իրենց գրոզնին էլ, իրենց մռոզնին էլ, ունակ իմ համար ոչ մի արժեք չունեն։ Ռուսեն, ինչ են, մենք ունենք չէ, մենք ունենք այդ պատմությունները, հետո ինչ որ շուտ եղել, մենք ուզում ենք, որ իրենց միջից էլ այդպես մեկը դուրս կար, հեչ տարդիման, նա, բայց լարի ուրիշ բան դուրս եկավ։ Ռուսաստանը թուլացել է, վտանգը չի թուլացել, քանի որ ինքը թուլացել է, նախկին վտանգը չի ներկայացնում, բայց որ ինքը նույն չափով վտանգավոր է, լեշը մեծ է, ոտքերացնում եք այդ հրեշի լեշը մեր վրա ունի, Աստված ջան է։
Եվ ինքը այնքան դմարդի է, որ ռուսները անգիր գիտե, որ իրենք փրկություն չունեն եւ անգում են գնում, հողապուս չեն։ Բայց էլի տես մինչև վերջ Հայաստանը բաց չեն թողում։ Ես ենթադրում եմ, եթե Պուտինը սրանց տեղ չներ, վաղուց Հայաստանից նրանց հարցեր լուծել էին, հիմա ոչ թե խցերից կծլվել այն, ոչ եթե մնային։ Ժողովուրդը հոշոտեր, բայց այնտեղից է։ Իրենք ռուսները պատմականորեն Հայաստանին տալիս են ամենամեծ վտանգը, կոտրում են մեր մեջքը ամեն անգամ։ Տեսեք, այս պատերազմ բավականին չէ հաղթել Արցախ, ազգային ազատագրական ինքնորոշման իրավունք, ռուսներից ոչ մեկը տարածքային ամբողջականություն չէր հիշում, այդ օրերին չէ, դրեց ինչ արեց, սրանց ձեռքով մեզ թուրքի ձեռքով ինձ ճախճախեց, մեր ազգային պոտենցիալը ոչնչացրեց, մինչև վերջ ուղղակի լրիվ չկարողացավ, ռուսի մասին է խոսքը։ Հիմա նույնն ուզում է Ադրբեջանի անտանեն, Ադրբեջանը Թուրքիա ունի։ Օրինակ մենք որ լինենք, հաստատ մի բան կա, իրենց անձերը մխել, երեքին էլ անձերը մխելությունից պետք է զրկել եւ պետական պահպանությունից ու թոշակներից բանից պետք է ինչու պետք է ստանան։ Թող գնան Պուտինից ստանան։ Ինչու պետք է, օրինակ ինչի համար է պետական պահպանություն իրենց։ Պիտի թողել ախրանալ չթողեն, թողեն ժողովրդի մեջ մնան։ Ժողովուրդը ուզի կպատժի, չուզի չի պատժի, այն հաջորդ այլևս մտքով չի անցկացնի։ Ինչ է նշան, դեմոկրատիա է, իրենց ազատ թողեն, դեմոկրատիա, ազատ թողեն ժողովրդի մեջ։ Ինչ դիկտատուրա։ Հակառակ ժողովրդավարություն է, իրենք չի վերջանա, թող իրենց լավ պահեն, ցեղով թող քայլեն ժողովրդի մեջ։ Իրենց գործն է, քրիստոնյաներ ենք, եթե քրիստոնյա են իրենք, ապաշխարել կա քրիստոնեության մեջ։ Քրիստոնեությունը միշտ էլ հանցագործի, ոչրագործի համար է շանս է թողում վերադարձի։ Ժողովուրդը եթե չի ների, ուրեմն իրենք սխալ են։ Ինչքան մարդ է տուժել, ինչքան մարդ է բնավեր դարել, ինչքան մարդու զահլեն տարել է 20 թվից հետո, ինչքան մարդու զահլեն են տարել իրենց տխմար խոսակցություններով, օտարահպատակ, օտարահունչ, անհասկանալի, անմակարդակ, գավառական մտածողությամբ, նայում ես պետական գործի շնորհքա վերեքը։ Դնայի, տեսեք աշխարհում տեսնում են, չէ, հիմա լրատվամիջոցները նախկինը չեն։ Թրամփ, բոլորին էլ տեսնում եք, Զելենսկի, տեսնում եք ոնց է կռիվ տալիս իր պետության համար։ Պորոշենկո ինչ ասեց, ասեց ես Զելենսկուն տանել չեմ կարողանում։ Ինքս էլ ասեց ռուսական մշակույթի մարդ եմ, սովորել եմ ռուսերեն, ապրել եմ ռուսերեն, պաշտել եմ ռուսերեն։ Ասեց այս պահից ինչ որ իմ երկրի գլխին բերեցին, ես Զելենսկիի հետ վեճը թողում եմ հավերժությանը։ Կհաղթենք, ես իմ հարցը կլուծեմ հետը թշնամի եմ, բայց այս պահից կրեշչատիկից էր, ես իմ Ուկրաինա պետության հետ թքեմ Ռուսաստանի վերեն, չասեց, նախակա եղել, չէ, ես մարդուն չարգես, ոյմ օրող որտեղ են չի, դրա համար ես որ հիմա խանութ եմ մտնում, Պորոշենկոյի կոնֆետներն եմ առնում, շոկոլադները, բոլորին էլ ասում եմ, ուրեմն այո լուրջ եմ ասում չնայած դա իմ առածը ոչինչ չի իմ համար դա ցնցում էր կրեշչատիկում կանգնես ասես ես ռուսական մշակույթի մարդ եմ այն նույնն էլ Գիգաբիձեն է հիշում եք դա ռուսախոս է ռուսագիր է մայրեն լեզուն է ռուսերեն է ասես թքել եմ իրենց այս երկաթ մեդալների վրա որ շպրտեց անեց այս պահից այդ մարդը ոչ ռուսերեն է խոսում ոչ Ռուսաստան է գնում որ Ռուսաստանով է նա Գիգաբիձե դարել հիշեք սուտ բան եմ ասում ես կան հարգանք չարգես ո՞նց չսարգի ընդդիմությունը պետության դեմ հոչի պետության համար է Ռուսաստանի համար են, Հայաստանի դեմ են, պատրվագներ կտել է սուս մնացեք թուրկը կուտի, հետ էլ սուս մնացեք թուրկը կուտի ենքան ասեցին կներեք, Թրամփ Ամերիկայից էլ ասեց առրահա,
Թրամփի ուղին բացեց դեպի ապագա Հայաստանի։ Բայց դա մեր լինելու հաշվին է, չի որ մենք որ այն պետությունը, որ այս վիճակով բոլորովս պահեցինք, այս վիճակով եւ այլն մեր արժանապատվությունը աշխարհի աչքի քաղաքական համանքի աչքին փոխվեց, չեք նկատել հայության հանդեպ ինչպիսի հարգանք է վերականգնվել։ Նույնիսկ Պեսկովն է կեղծավորություն անում։ Բոյարներն էլ հասկացան, որտեղ տեսեք հայտնի բան է որ ռուսները վրացիներին սիրում հարգում են։ Փաստ է, ինչու՞, որտեղ չեն հազնվում, իրենց տեսակետ ունեն։ Էտես խաղը ուրիշ է, ինչ որ կա։ Հայերին դուք լսել եք որ ռուսները հայերին հարգեն։ Այդ սուտ եթե հայերը գլուխ չգովեն, մեկին ասեք հարգում են։ Բա որ հարգեր Բագոյին այդ խմբով կուղարկեին Բաքու, գոնե կուղարկեին Կիմ Ir Սենի մոտ։ Հա լուրջ եմ ասում։ Ամենաստոր բանն արեցին, դարան տվեցին Թուրքին, իրենք էլ գիտեն թուրքերը բանդերում հայերի հետ ինչ են անում։ Եվ ուրիշների հետ ինչ են անում։ Չար բան չեմ ասում, չէ՞, իրողությունն է։ Ինքը դա արեց։ Օգտագործեցին 30 տարի կաշառքը կերանես արեցին, հետո էլ կոխեցին ծակը։ Թքին վերեքը։ Ռուսները հայերի դավաճանների վրա թքում են։ Քանի տարի ասեմ կրկնեմ, մի դավաճանեք, մի անցեք իրենց կողմը։ Իրենք թքում են ձեր վրա, ովքեր որ առինաշխություն են անում։ Պատմական նախադեպներ ասեմ։ Ռուսաստանը ունեցել է շատ քիչ պետական լավագույն գործիչներ, իսկական, որոնցից մեկը Լորիս Մելիքովն է, հայ ազգի, հայ որ Թիֆլիսի ծնված, չգիտեմ ինչու ուղղափառ դառած, բայց այդ մեկն ինձ հասկանալի չի, բայց Լորիս Մելիքովն է, որը Ալեքսանդր II-ի հետ աշխատեց, Ալեքսանդր II-ին ծառայեց որպես ցարի, ամեն ինչով եւ Ռուսաստանին SSR-ի տերորից ազատեց, Ռուսաստանին տվեց սահմանադրություն եւ գիտեին ցարը ինչպես է հարգում, բոլորը գիտեին ռուսները։ Ուրեմն եւ նա եղավ մի ժամանակ պրեմիեր-մինիստրն էր, չէ՞, վարչապետը։ Լորիս Մելիքովը եղել ընդհանրապես Ռուսաստանի լավագույն ուրեմն վարչապետներից մեկը, որի հետ կարող է մենակ Ստոլիպինը մրցել կամ ֆինանսների նախարար Վիտեն, այդ մակարդակով, այդ չկա ուրիշ, եթե գլուխ չգովեն, հիմա ինչ էին անում։ Ցարի մոտ կառավարության նիստերին եւ հանդիպումներ ինչ էին անում։ Եթե Լորիս Մելիքովը իր ենթակաները շուռ էր գալիս, քզնում էին, դե շեֆն է։ Շուռ էր գալիս արմյաշկա էին ասում հետևից։ Իրենց փրկչին արմյաշկա էին ասում։ Ռուսները, զտարյուն ռուսները։ Այդպես էլ կա։ Տեսնում եք Ալիևի հետ այնպես ինչպես հարաբերվում են, հո Նիկոլի հետ չեն հարաբերվում։ Չէ՞։ Ճիշտ է։ Երբ է լինում եղել ձեզ արժանապատիվ պահեք։ Պահեք եւ հիշեք, որ դուք մենք Արտաշես արքա ենք տվել քաղաքակրթության էլի սրանք ռուսով է այդ եւ անես չասեմ հիմա մի կզնեք արա մեկ է զոհվեք ոչինչ այն որ թագավորները Հայաստանի համար զոհվում էին նրանք էլ կարող էին Բաքու գնային ապրեին բայց մեռան չէ հիմա շատ են ինչ նշան մենք ինչքան ենք ապրում 60 70 50 եթե ինչ նշանակ դեզերքի համար աստծո համար դա ինչ թիվ է չկա չէ արժի դրա համար Թուրքի հետ ապրել Թուրքի տակ ռուսի հրամանով չարժի չէ մնացած ամեն հարցեր լուծելի է այդ ինչու էս մեռան չէ ուրեմն 20 թվականի նոյեմբերից Հայաստանում Պուտին իշխանություն է տապալում չէ կարողացել է չի կարողացել Գալստանյան Վազգեն իշքան ագենտուրա ունեին վարի գնաց չի կարողանում լուծել ուրեմն այնքան որ Մակրոն հայտնվեց ուրեմն Թրամփ միջազգային հարաբերություններ ժողովուրդը ոտի կանգնվեց
Եվ ի տարբերություն այն ժամանակների Հայաստանը նաև ճանապարհներ ունեցավ, որ իրենց ավտոներ լավ քշեն։